Ճարտարապետության կարևորությունը այսօր։ Ճարտարապետության կարևորությունը այսօր։ Իմ կարծիքով մեր մասնագիտությունը պետքա շատ տրանսֆորմացվի։ Այսինքն չմնա սահմանափակ նախագիծ իրականացնել ֆորմատի մեջ, այլ սկսի ներառել այն բոլոր մեծ ու գլոբալ փոփոխություններ, որ տեղի են ունենում առհասարակ մարդկության մեջ, ու հետեւաբար նաև մեր մասնագիտությունը նույնպես ազդվում է։ Իմ կարծիքով անհնար է հիմա ճարտարապետությունը տարանջատել ուրբանիզմից, ու շենքերը արդեն ուղղակի իրավունք չունեն ինքնուրույն գոյություն ունենալ առանց իրենց ավելի լայն կոնտեքստի։ Ու այս կոնտեքստը այս պահին ոչ միայն տեղային է ու քաղաքային է, այլ գլոբալ է, որտեղ աշխարհը այնքան արագ փոփոխություններ է հիմա կրում, մեզանից տասնյակ հազարավոր կիլոմետրներ հեռու ինչ-որ պատերազմ է տեղի ունենում կամ որևէ բան է տեղի ունենում, դա ազդում է անմիջապես տնտեսության վրա եւ մեր շենքերը սկսում են փոխվել, շենքերը, քաղաքները, մարդկանց փոխհարաբերությունները, էներգետիկ կոմունիկացիաները եւ այլն։ Ու մենք մնալով միայն ծավալի մեջ աշխատող մասնագետներ թուլանում ենք այս կոնտեքստում եւ ուղղակի պարտավոր ենք հիմա հասկանալ ավելի լայն իրականությունը, քան սովորենք մինչ այժմ։ Դե ճարտարապետը մի քիչ պիտի թարգի իր դերի մասին մտածել։ Ուղղակի հասկանա, որ ինքը սոցիումի մասն է, հետ վերադառնա երկրային աշխարհ ու սկսի հասկանալ մարդկանց փոխհարաբերությունները իրականում ինչպես են ազդվում ճարտարապետի գործունեության արդյունքում։ Ոչ թե իրեն երևակայելով այդ ստեղծարար աստվածը, որը կարող է իշխի ու չնայած այդ հնարավորությունը իհարկե կա ու այդ մի կողմից լավ է, մյուս կողմից շատ վատ է ու վտանգավոր է, մենք իհարկե բոլորս դրանից օգտվում ենք, որ կարողանում ենք մեր աշխատանքով ազդել մարդկային փոխհարաբերությունների, տնտեսության, քաղաքների զարգացման, էկոլոգիայի միլիոն բանի վրա։ Բայց իմ կարծիքով այդ բարդույթը մի քիչ ավելի թեթևացնելով, վերադառնալով իրականություն, կարելի է շատ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր նյուանսներ գտնել ու աշխատել հենց այդ հոսանքի հետ, այսինքն ոչ թե դիմադրել ու փորձել ամեն ինչ փոխել, այլ հենց հոսանքի հետ գնալ ու տեսնել, թե մարդկությունը ուր անախնդրում գնա։ Սա իհարկե պետք է ենթադրի, որ առաջնահերթությունը տրվի ոչ թե պրիմիտիվացմանը եւ, չգիտեմ, հետ բերելուն այն միջակության գերակշռությունը, որը որ հիմա ամբողջ աշխարհում ցավոք սրտի իրականությունն է, ոչ թե այդ հոսանքի հետ, այլ այն հոսանքը, որ տեղի ունենում առհասարակ աշխարհի տրանսֆորմացիայի հետ, թե կապված էկոլոգիայի հետ, թե կապված, ասենք, բնակավայրերի փոփոխության հետ, նման մեծ գլոբալ խնդիրները, որոնք որ պահանջում են մասնագետների ավելի էմոցիոնալ ներգրավվածություն, քան զուտ սառը նախագծում եւ մարդկանց ուղղակի ուղղորդում։ Կարծում եմ սենց։ Ճարտարապետության մասին 5 բառ, իմ կարծիքով դիագրամ, թույլ չեք տալիս բացատրություն տանք, շատ կուզեի դասախոսություն կարդալ այդ թեմայով, բայց դիագրամ, կոնտեքստ, ճկունություն, տիպ եւ համաչափություն։